Ինչ վերաբերում է Դավիթ Համբարձումյանին, ինձ թվում է Դավիթ Համբարձումյանը այնտեղ ինչ որ էլի մանկլավիկներ կան փոքր, որ գալիս են ամեն օր ազգային ժողով, նրանք շատ լուրջ են ընդունել վարչապետի այն միտքը, որ Հայաստանում կա 3 միլիոն վարչապետի տեխնացիներ կամ վարչապետացիներ եւ որոշել են, որ ամեն մեկը յուրաքանչյուրը տենց մեծ հնարավորություն եւ հավակնություն ունի իրականում հայ ժողովրդի առաջնորդը համարվելու, ուղղակի ծիծաղ է առաջացնում դա։ Իրականում քաղաքական ենթատեքստ է այս ամբողջ process-ի, էլի եմ կրկնում քաղաքացիական պայմանագրի եւ մեր ընտրությունների հետ ընդհանրապես կապ չունի, պատիվ ունեմ դուրս է եկել ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի եւ փորձում են ասել, որ մենք միակ ուժն ենք, որ Նիկոլ Փաշինյանի դեմ է պայքարում, իսկ օրինակ Ռոբերտ Քոչարյանը սատարում է նրան, հիմա իրանք իրար վրա են գցելու անընդհատ այդ process-ը, փորձելու են ասել փողոց պետք է գեներացնենք, եկեք միացեք մեզ, որ փողոց գեներացնենք, նրանք էլ ասելու են չենք միանում, որտեվ այդ արդեն իսկ այդ գործընթացը ավարտի, ասենց հույս ու նշույլ չունի, իրանք իրար մեջ են ուտելու իրար, ես կարծում եմ մենք պետք է ուղղակի լուր հետևենք դրան ու ընդհանրապես մեր հետ առնչություն չունի, որովհետև ոչ քաղաքական նոր խոսույթ են ձևավորում, որին կարելի է արձագանքել, ոչ միտք, ոչ հնարավորություն, որ պետք է նոր գաղափարախոսություն ծնվի նրանց միջև